ՄԱԿ-ի սիրիական ճգնաժամով զբաղվող հատուկ հանձնաժողովը հայտարարել է, թե առաջիկայում հնարավոր է միջազգային քրեական դատարան դիմելու անհրաժեշտություն առաջանալ։ Հանձնաժողովի փաստահավաք խմբի ղեկավար Կարլա Դել Պոնտին այս կապակցությամբ ասել է, թե այս պահին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւ միջազգային հանրությունը պետք է որոշում կայացնեն Սիրիայի գործող նախագահ Բաշար էլ-Ասադի դեմ Հաագայում քրեական գործ սկսելու վերաբերյալ։ Փաստահավաք խումբը զեկույցը պատրաստել է մոտ 400 հարցազրույցների հիման վրա, որոնք իրականացվել են մարդկանց հետ, ովքեր Սիրիայի քաղաքացիական պատերազմի արդյունքում փախստականներ են դարձել։ Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահից կլիմայական փոփոխությունների դեմ պայքարն ակտիվացնելու պահանջով։ Կլիմայի առաջընթացի երթին մասնակցելու էին եկել բնապահպանական ակտիվիստներ Միացյալ Նահանգների ամենատարբեր ծայրերից։ Ցուցարարների կարևորագույն պահանջներից մեկն է հրաժարվել 3000 կիլոմետր երկարություն ունեցող Կանադայից ԱՄՆ նավթամուղ կառուցելու ծրագրից։ Ցուցարարների մեկ այլ պահանջը սահմանել ատոմակայանների արտանետումների հստակ չափորոշիչներ։ Իդեպ նախորդ շաբաթ Բարակ Օբաման իր նախագահական ամենամյա ելույթում հայտարարել էր, թե եթե առաջիկայում ԱՄՆ-ի կոնգրեսը հանդես չգա կլիմայական փոփոխությունների մասին օրենսդրությամբ, ապա ինքն այդ անելու է նախագահի լիազորությունների շրջանակներում։ Ամերիկյան քանթրի երաժշտական ոճի երգչուհի 37-ամյա Մինդի Մքրեդիի դիակը գտնվել է Արկանզաս նահանգի իր տանը։ Ըստ նախնական տեղեկությունների երգչուհին ինքնասպան է եղել։ 1990-ականներից ԱՄՆ-ում լայն հեղինակություն վայելող երգչուհին մինչ այս խնդիրներ է ունեցել մտավոր առողջության տեսանկյունից, ինչի արդյունքում ամուսնու հետ բաժանվելուց հետո զրկվել էր երկու որդիների խնամակալության իրավունքից։ Մքրեդիի կյանքից հեռանալը հետևում է նրա ընկերոջ Դեյվիդ Վիլսոնի մեկ ամիս առաջ տեղի ունեցած ինքնասպանությանը։